Պատմեմ ձեզ մի տխուր պատմություն, որի գլխավոր իմաստը փողն էր, փողը։ Գնացինք, տղեն սիրեց մի աղջկա, ամբողջ սրտով նա տարված էր այդ աղջկանով, և իր սերը հայտնեց ու հացավ իր սիրուն։ Տղեն օր-օրի ավելի էր աղջկան սիրահարվում, ու թվում էր ամեն ինչ շատ լավ, ու այդ ձև ապրում էին իրաց սերը վայելում, ու այդ ձև միասին օրեր անցկացնում, ու այդ ձև շարունակ մի առավոտ աղջիկը զանգում ա տխում, տղեն ուրախ պատասխանում ա զանգին, բայց այդ ուրախությունը կարճ է տևում, քանի որ աղջիկը զանգել էր մենակ մի բանի համար, նրա համար որ հայտներ տղուն այս դաժան բառերը. Ես ամուսնանում եմ, մոռացիր ինձ, դու փող չունես, ես դավին եմ գտել։ Այդքանը լսելուց հետո տղեն ապշած էր, նա շփոթված էր, շոկի մեջ էր, քանի որ չէր գիտակցում ինչ ա կատարվում, սիրած էակը նրան լքեց, ու տղու սիրտը կոտրեց, և ամբողջ պատճառը փողն էր, փողը, աղջիկը տղուն փողով փոխեց, տղեն տառապում էր, անվերջ տանջվում, աղջիկը ասածներ ամեն վայրկյան հիշում, անվերջ մտածում էր ու գոռում էր, թե այդ փողը ինչով քեզ գերեց, քեզ ինձնից ինչպես խլեց, իրանով քեզ զարեց, ինձ մոռացնել սովորեցրեց, դու գերվեցիր փողով, չիմանալով որ դու ես իմ ապրելու իմաստը, առանց քեզ ես մոռանում եմ կյանք ասվածը, չէ որ այդ սպիտակ քեզ տհաճիկ, ես պետք է քո կողքին կանգնած լինեի, դա մտածելով տղան որոշեց, որ պիտի ներկա լինի, իր սիրած աղջկա հարսանիքին, մոտիկացավ աղջկան, արցունքն աչքերին ասաց, դու հիմա ուրախ ես, իսկ ես տխուր եմ, դու հիմա ժպտում ես, իսկ ես լացում եմ, դու հիմա երջանիկ ես, իսկ ես դժբախտ եմ, դու հիմա նրա հետ ես, իսկ ես մենակ եմ, քո շուրջը հիմա սաղ սպիտակ ա, իսկ իմ հոգին սև ա, աղջիկը չդիմացավ և բղավեց, դու խի ես եկել, քեզ ով ա կանչել, և տղան արտասվեց, բայց ցույց չտվեց, միայն սա ասաց, ով իմ սերն է, իմ դաժան սերն է ինձ այստեղ բերել, ես փող չունեմ, բայց այնքան սեր ունեմ, որ ձեր այդ կեղտոտ փողերը, ոչինչ չեն իմ սիրո դեմ, ես կհեռանամ, ոչ միայն այստեղից, ես կհեռանամ այս աշխարհից, որտեղ իշխում է փողը, և վաղուց մեռել է սերը, բայց քո խիղճը քեզ ամբողջ կյանքում կտանջի, որ դու փողով սեր ես գնում, ու տղան հեռանում ա, անցնում են օրեր, աղջկան լուր է հասնում, որ տղան էլ չկա, մահացել ա, այս աշխարհից հեռացել ա, և լսելով աղջիկը ապշում ա, խիղճը նրան տանջում ա, նա իրեն մեղավոր զգալով գնում է տղու գերեզմանին, ներում ստանալու և արտահայտվի ճշմարտությունը, թեկուզ և արդեն ուշացված։ Բարև, ճիշտ է ուշացել եմ, բայց գիտեմ, որ հիմա ինձ լսում ես, կներես, որ ես ուշացա, ու քո մահվան պատճառը դարձա, բայց ախր ես սա չէի ուզում, դու ինձ սխալ հասկացար, սա իմ որոշումը չէր, ես ստիպված էի, բայց ես քեզ սիրում էի, անընդհատ կարոտում էի, բայց այս ամենը ասել վախենում էի, հուսով եմ իմ այս սխալը դու կներես, իմ միակ սեր